Բաքուն դեռևս մտադիր չէ միանալ Խաղաղության խորհրդի շրջանակում գազային ֆինանսական աջակցության փաթեթին, խորհրդի առաջին նիստից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Ադրբեջանը որպես Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ պետություն աջակցում է կառույցի նպատակներին, սակայն 7 միլիարդի փաթեթին ներգրավված չենք, պարզաբանել է Հիկմեթ Հաջիևը։ Նրա խոսքով ապագայում Բաքուն կարող է քննարկել խորհրդի միջոցով գազայում ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը։ Փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի առաջին նիստում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մի քանի երկիր համաձայնել է գազայի վերականգնման համար 7 միլիարդ դոլարի ընդհանուր օգնություն հատկացնել։ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ այդ երկրներն են Ղազախստանը, Ադրբեջանը, Ամեն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը։ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, ՌԴԱԳՆ-ից հայտնում են, որ շփումը տեղի է ունեցել Թեհրանի նախաձեռնությամբ։ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Մոսկվան վերահաստատել է աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է քաղաքական և դիվանագիտական արդար լուծումներ գտնելուն, հաշվի առնելով Իսլամական Հանրապետության օրինական իրավունքները, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքներին համապատասխան, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր։ Կրեմլից մեկնաբանել են տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները։ Խոսքը 2014, 18 և 22 թվականներին սահմանված պատժամիջոցների մասին է։ Դոնալդ Թրամփի հրամանագրում նշված է, ռուսական իշխանությունների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար։ Դմիտրի Պեսկովի խոսքով այդ քայլը Մոսկվան համարում է ավտոմատ որոշում։ Անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա ԱՄՆ վերջին Ժնևյան բանակցություններին Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան որևէ չափազանցված ակնկալիք չուներ դրանցից։ Բանակցային գործընթացը, ինչպես բազմիցս ասել ենք, բարդ է, շարունակել է Պեսկովը։ Լրագրողների հետ զրույցում նա խորհուրդ է տվել սպասել հաջորդ շփումների արդյունքներին։ Չնայած Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան պատրաստ է լուծել տարածքային երկկողմ խնդիրները և խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է Ճապոնիայի վարչապետը։ Ավելի վաղ Սանաե Տակաիչին մտահոգություն էր հայտնել, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ավելի քան 80 տարի է անցել, սակայն Տոկիոն և Մոսկվան դեռևս խաղաղության պայմանագիր չեն կնքել։ Վարչապետը նաև հավելել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջնահերթությունը տալու են Կուրիլյան կղզիների բնակիչների իրավունքի վերականգնմանը, առանց վիզաների այցելելու իրենց նախնիների գերեզմանները։ Տոկիոն ըստ Տակաիչիի համառորեն պահանջելու է Մոսկվայից վերականգնել համապատասխան պայմանագիրը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, Տոկիոյի հետ երկխոսության լիարժեք վերսկսման պայման է, որ Ճապոնիայի կառավարությունը դադարեցնի ռուսաֆոբ քաղաքականությունը։ Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Մոսկվա-Տոկիո հարաբերությունները զրոյական մակարդակի են հասել, իսկ առանց երկխոսության և շփումների ձևաչափի փոփոխության անհնար է խաղաղության պայմանագիր քննարկել։ Դիանա Գասպարյան, լուրեր։